Հայաստանյան Առաքելական եկեղեցին իր գրեթե ամբողջ ղեկավար կազմով եւ իմ մասնավորի կաթողիկոսով բուրըն ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալել, ընդ որում ծավալել է ընդդիմադիր արմատական ընդդիմադիր կեցվածքով քաղաքական գործունեություն, քաղաքական հարվածներ է հասցնում կառավարությանը եւ իշխող թիմին, եւ կառավարությունն ու իշխող թիմն ի պատասխան քաղաքական հարվածներ են հասցնում եկեղեցուն եւ դրա ղեկավարին կաթողիկոսին։ Այսինքն այն պահից սկսած, երբ որ եկեղեցին սկսել է այդ քաղաքական հարվածները հասցնել, եկեղեցին այլևս չի կարող այն տոնով հայտարարություն անել, թե դուք իրավունք չունեք խառնվելու եկեղեցու գործերին կամ մեր կուսակրոնությունը մեր գործն է կամ մեր գործը չէ եւ այլն եւ այլն։ Հասկանում եք, նույն բառի միջած տեղի ունի ժամանակին փաստաբանների հետ։ Երբ որ փաստաբանները անում էին մաքուր քաղաքական հայտարարություններ իրենց պաշտպանյալների վերաբերյալ, հետո ստանում էին քաղաքական հակահարված, ասում են, բայց ես փաստաբան եմ, դուք ինչ իրավունք ունեք ինձ պատասխանելու կամ ին վերաբերյալ կարծիք հայտնելու կամ հայտարարություն անելու։ Ախր այդ կարմիր գիծը որ բայից որ ինստիտուտը, մարդկանց խմբերը անցնում են եւ սկսում են քաղաքականությամբ զբաղվել եւ ինչպես նշեցի, հստակ քաղաքական հարվածներ հասցնել։ Այդ պահից սկսած իրենք չեն կարող թաքնվել իրենց ինստիտուտների կարգավիճակի, դիրքի, պաշտոնի հետևում եւ ասել իմ պաշտոնը կամ իմ դիրքը կամ իմ կառույցը անձեռնմխելի է, դուք իրավունք չունեք դրա վերաբերյալ որևէ բան ասել։